Ողջույն սիրելի հայրենակիցներ, հատուկ հարգանքներս քեզ, պարոն Պապոյան, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան։ Ճիշտն ասած, երեկ նայեցի պարոն Պապոյանի տեղադրած հայտարարությունը, սիրելի ժողովուրդ, ոնց որ խոստացել ենք, այսինքն նկատի ունեք, ոնց որ իշխանությունն էր խոստացել, կաթի սուբսիդիա, կաթի գնի բարձրացում, ուրեմն հարգելի պարոն Պապոյան ջան, ամենայն հարգանքով իմ խոսքի մեջ վիրավորանք չգտնես, որովհետև իրավունք չունես իմ խոսքի մեջ վիրավորանք գտնելու, որովհետև ես ընդհանրապես վերլուծում եմ 15,000 դրամ յուրաքանչյուր երրորդից մինչև 23-րդ կով, այսինքն ընդհանրապես 20 գլուխ կովի սուբսիդիա։ Այդպես ներկայացրեցինք յուրաքանչյուր կովի համար մայիս, հունիս, օգոստոս ամիսներին 15,000 դրամ կաթիլի բարձրացում։ Դա նշանակում հաշվեցին, կարեց 121 դրամ 9 լումա։ Ուրեմն, պարոն Պապոյան ջան, ճիշտ ասած եկա եզդիաբնակ գյուղ, տարածաշրջանում ևս մի քանի եզդիաբնակ գյուղեր կան, շատ լավ գիտեք նաև հայկական գյուղեր, իջա մոտեցա ոչխարպահ հովիվներին, խոշոր երկրավոր հովիվներին, խնդրեցի առաջարկությունը ստղերքս սիրով ընդունեցին, շատ շնորհակալ եմ, ուրեմն առաջարկում եմ ձեզ ԿՊ-ից վերցնեք 4 պատգամավորության թեկնածու և գործող պատգամավորներ, նաև իշխանական կազմից, կառավարությունից բացարձակ խնդիր չկա, բայց 4 հոգի, որոնցից մեկը ըստ ինձ, մեկը Պարոն Գորջալյանը, ուրեմն պարտադիր Վագն Ալեքսանյանը, պարտադիր Արտուր Հովհաննիսյանը, պարտադիր դա իմ կարծիքն է, որպես ձեզ ուղեկցողներ, որ մի օր առավոտը ժամը 7-ից մինչև երեկոյան ժամը 7-12 ժամ այս արևի տակ Հայաստանի Հանրապետության երկնքում ամեն արևածագից մինչև երեկոյան ժամը 7-ը ձեր հետ միասին իրականացնում են չոբանների հետ անասուն պահելու գործընթաց։ Խոստանում եմ ես ձեզ մենակ չթողնեմ, հանկարծ չասեք, այսինքն դուք 4 հոգի, 5 հոգի ԿՊ-ից իշխանության մախս կազմող պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ և ես որպես ազգությամբ եզդի, որպես անասնապահությունից, կաթից, կովից, գառից, ոչխարից հասկացող ձեզ կուղեկցեմ։ Պարոն Պապոյան ջան, և ևս էստեսի նկատ, մարդիկ ինձ խոստացան, որ անպայման դա լինելու է, ուրեմն այդ ամբողջ օրվա ընթացքում երկու կովը, բնավ չնայեն մնացած կովերի հետ կապված յուրաքանչյուր ընտանիքից։ Ինչքան գումար, որ դուք խոստանում եք, այդքան գումարը երեկոյան կտան ձեզ աշխատավարձ։ Ուրեմն ուտում եք հովիվի հետ, իր տնից վերցրած հացը, խմում եք հովիվի հետ, առավոտվանից վերցրած ջրից, կապրոնից շշերով, հագնում եք այն կոշիկները, որը որ հագնում է հովիվը, նույն կոշիկների չեմ ասում են ձեզ, որտից հանես պես ձեզ, դուք էլ հագնում եք այն կոշիկներից, որը որ հագնում է հովիվը, այսինքն կիրզվի սապոկ, բացինգա կամ մնացածը, որպեսզի այստեղ օձերը, կարիճները հանկարծ ձեր ոտները չգծեն հարգելի ՔՊ-ական իշխանատենչ և իշխանությունը այս պահին ձեր ձեռքին ունեցող պաշտոնատար անձի պատգամավորներ և նախարարներ, այդ ժամանակ ես կասեմ ձեզ, թե ձեր կողմից ժողովրդի կաթի գնի բարձրացմանը ուղղված ձեր խոստումը քանի կոպեկ արժի, քանի գրոշ արժի, ում եք խաբում, լավ հասկացանք, ամեն ինչ ունի սահման, ամեն ինչ ունի սկիզբ և ամեն ինչ ունի վերջ, իսկ այս մեկ կաթի գնի հետ կապված, դա ուղղակի չի կարելի, եղբայր, ուղղակի անթույլատրելի է, այնպես որ հրավիրում եմ ձեզ, հրավիրում եմ մեծ սիրով, հիմա ես կխնդրեմ, մեր հարգարժան օպերատորը կնկարի նաև թլիկի տարածաշրջանի սարերը, հայրելի եք ոտքով առանց զոնցիկ, հանգարց մեկիտ մտքով չանցնի, զոնցիկ վերցնեք, սառուցով ջուր կամ չգիտեմ ինչ, չկա այդպիսի բան, թլիկցեների հետ, մեր եզդի շատ սիրելի հովիվների հետ, հովիվները համաձայն են, մի օր ձեր դարդը կտանեն էլի, մի օր ձեզ կհամբերեն, մի օր ձեր գլուխ գովալը, ձեր ստախոսությունները, ձեր ծրագրերը, երկրի հանդեպ ապագան, են ինչեր անուն են, սենց, դրանից
մի օր դա սիրոտ կտանեն, որտեղ ես ու օջախի հյուրը հյուրա։ Իսկ դες իրանք կհյուրանքարին չեք ուս չոբանի կարգավիճակ։ Կգաք, կպահեք։ Էնպես որ այս սարերում, այս ձորերում քարոզարշավի շրջանակներում գլխավոր է կպահեք անասուն եւ այնա տեսեք այն կովեր հեսա դուրս են գալի այստեղից երեկոյան ժամը 7:15 րոպե եւ այս ժամին դուք նոր կբերեք տուն տանտիրուհիները կկթեն դուք կտեսնեք թե ոնց եք պահել այդ անասունը եւ ոնց եք վայելելու այդ 122.9 դրամ գումարը որը որ գոյանալու է կաթի օրական սուբսիդիայից Ժողովուրդ ջան սա ուղարկում եմ բոլորիդ նայեք եւ ոնց կարաք գնահատեք իմ առաջարկությունը եթե ես բադ բան եմ առաջարկում ասեք պարոն Իսան ես ինչ բադ բաներ եք առաջարկում մեր իշխանության ներկայացուցիչներին ուրեմն ոչ մի նախրապահից առավել չի իշխանությանը նստածներից ոչ մի հովիվից առավել չի անասնապահից առավել չի բայց ձեր առաջարկությունները ուզում եմ գաք միասին մարսենք ես ձեզ կուղեկցեմ խոսք եմ տալի այդ օրը մեկս մյուսին կհանդուրժենք կհամբերենք սիրով որ կողմի վրա է սրտիկը էս թե սրտիկով